Երբ ներկայիս խորհրդարանում հերթական օրենքն է ընդունվում խոսքի ազատությունը սահմանափակելու մասին, կամ երբ ներկայիս ազգային ժողովում հերթական պատժիչ օպերացիան է իրականացվում լրագրողների կամ լրատվամիջոցների դեմ, ինձ միշտ զանգահարում են գործընկերները եւ հարցնում են, այդ ինչպես պատահեց, որ խոսքի ազատության նախկին ջատագովները, նաեւ նախկին լրագրողները հիմա պայքարում են լրագրողների, լրատվամիջոցների եւ ազատ խոսքի դեմ։ Իհարկե, այն լրագրողների եւ այն լրատվամիջոցների, որոնց գործունեությունը իրենց դուր չի գալիս։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Այս մարդիկ եկել են իշխանության ոչ թե ինչ-որ մի բան բարեփոխելու, բարելավելու համար։ Նրանք եկել են սոցիալական ռևանշի համար։ Ինչ է սոցիալական ռևանշը? Շատ կարճ։ Մենք փողոցում էինք, հիմա մենք պալատներում ենք։ Մենք փողոցներում էինք հենց այն պատճառով, որպիսի հիմա հայտնվենք պալատներում մեր պատավատներով, մեր պարգևավճարներով եւ մնացածով։ Եվ մենք եկել ենք պատժելու, արգելելու եւ վրեժ լուծելու համար։ Այդպիսիք են բոլոր հեղափոխականները բոլոր երկրներում։ Այնպես որ զարմանալու ոչ մի բան չկա։